Վերանորոգված դռներ, ներկված պատեր ու նոր սարքավորումներ։ Առաջին հայացքից ամեն ինչ իդեալական է, սակայն իրական պատկերը բացվում է միայն այն ժամանակ, երբ պոլիկլինիկայի դուռը ներսից ես տեսնում որպես հիվանդ։ Պոլիկլինիկաներում իրականացված հիմնանորոգումները գործնականում չի լուծել գլխավոր խնդիրը՝ հիվանդների անվտանգ սպասարկումը։ Ռենտգեն հետազոտության համար առավոտից հերթ կանգնած այս կինն ասում է, ամբողջ միջանցքը լցված է ջերմող, գունատ երեխաներով։ Նրանց կողքին մատի կամ ձեռքի կոտրվածք ունեցողներ, կատետրով փոքրիկներ, մեծեր ու առողջ մարդիկ։ Վիրուսների տարածման պիկ շրջանում այստեղ նույն միջանցքում են հայտնվում տարբեր խմբերի մարդիկ։ Շոկաբորձով հիվանդը կանգնած է ու մի 18-ի գալիս է, մեկը կոտրված, մեկը թիվը։ Մանկական չկա, ես է դրա պատասխանատու չեմ, ես ինքս էլ եմ կողմ եմ։ Ես վիճակություն եմ կան։ Խնդիրները սրանով չեն ավարտվում։ Ռենտգեն հետազոտությունից հետո հիվանդները մոտենում են բժիշկների սենյակներին ախտորոշման արդյունքները ստանալու։ Այդ սենյակի անմիջական հարևանությամբ գործում է սոնոգրաֆիայի սենյակը, որտեղ հետազոտվում են հղիները։ Հստակ ստացվում է, որ արտաքին հիմնանորոգումը չի ապահովում ներքին անվտանգությունը։ Իսկ վիրուսների տարածման պայմաններում նման կազմակերպությունը կարող է ավելի լուրջ հետևանքների բերել, ասում են բուժառուները։ Կանչերը շատ հաճախ բժիշկները չեն հասցնում սպասարկել, տնային այցեր կատարել, ասում է առողջապահության կազմակերպիչը։ Ենթադրենք կին ուզում է գնա դիմի պոլիկլինիկա, հանձնի այդ HPV սկրինինգը, ժամերով էլ չասված, որ այդ միջանցքներում ոչ մի ախտահանիչ լապեր կախված չեն, ոչ մի սանիտարահիգիենիկ միջոցառումներ չեն իրականացվում։ Ըստ փորձագետի նույն պատկերը նաև հիվանդանոցներում է։ Չկա առանձնացված դուռ, մուտք, պատուհան, թե վիրուսակիրների, թե մյուսների համար։ Լուծում է առաջարկում։ Պետք է առանձնացվի, այսինքն պոլիկլինիկայում այսպես կոչված կարանտինային կաբինետ լինի, որտեղ հենց, ասենք, վարակակիրները դիմեն կոնկրետ պատուհանին, այդտեղ հանձնեն անալիզներ, այդտեղ էլ իրենց տեղամասային բժիշկը մոտենա նայի, որ իրենք չտարածեն այդ վիրուսները այլոց վրա։ Պատասխանատու գերատեսչության առաջարկած լուծումն էլ հերթագրումն է։ Հաստատություններում հերթերի կառավարման համար գործում է Արմեդ հավելվածը, բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ հավելվածը, չունեն սմարթֆոն, կարող են զանգի միջոցով պոլիկլինիկայում ատենավարման բաժնում ժամ գրանցել եւ մոտենալ։ Հերթերի կառավարման գործառույթը դրված է բուժկենտրոնի տնօրենի ուղիղ պարտականությունների վրա։ Կուջոյանն ասում է, ապահովագրությունն էլ հունվարից երբ գործի, առաջին օղակը լինելու է պոլիկլինիկան, որից հետո էլ բուժառուն ուղղորդվելու է բուժ հիմնարկ։ Հերթերը եռապատկվելու, քառապատկվելու են։ Պոլիկլինիկաները ոչ միայն չեն հասցնելու սպասարկել քաղաքացիներին, այլև այնքան ծանրաբեռնված են լինելու, որ որակն էլ անկասկած տուժելու է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։